Վերջին հարցը։ Ինչպես է վերաբերվում նախարարությունը այն հանգամանքին, որ այս տարի պետական բուհերի ընդունելության շեմը աննախադեպ իջեցվել է, որքան ես գիտեմ, ես խորը չեմ զբաղվել այդ հարցով, բայց գիտեմ, որ նույնիսկ 7 միավորով ուղղություններ են համարվում, ուղղությունները դրական գնահատականում երջանում։ Եվ բնականաբար խոսքը դեպի պետական բուհեր, որոնք ապրիորի ունեն հեղինակություն, այնքան է ավելանում, որ մասնավոր բուհերը ուսանող չի ունեն կողմից ասած։ Իրականում 7.5 միավորն է համարվում դրական միավոր, նվազագույն դրական միավորը 7 միավորով երբեք է ոչ մի դիմորդ որևէ բուհ չի կարողացել ընդունվել եւ ոչ մի տարի, հատկապես այս տարի։ Այն, որ մենք ավելացրել ենք վճարովի համակարգում տեղերի քանակը, վերաբերել է ոչ միայն պետական բուհերին, այլ նաեւ մասնավոր բուհերին։ Եվ մրցակցության պայմանները ենթադրում են, որ բուհերը պետք է իրենք պայքարեն իրենց իսկ ուսանողների համար։ Իհարկե այստեղ ավանդորեն պետական բուհերը մրցակցային առավելություն ունեն, որովհետև ձևավորված կոլեկտիվներ, ավանդույթներ, անուններ եւ այլն, բայց ես կարծում եմ, որ կոնկրետ Գլաձորի մասին եթե փորձենք խոսել, Գլաձոր համալսարանը նույնպես ունի այսօր լավ ցուցանիշներ եւ կարող է գրավել դիմորդներին, կարող է գրավել ուսանողներին։ Դուք ունեք շրջանավարտներ, որոնք իրենց այստեղի ստացած կրթությամբ հասել են շատ մեծ արդյունքների, բարձունքների Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տնտեսական, հումանիտար, մշակութային կյանքերում։ Շատ մեծ արդյունքների։ Ոչ ոք օրինակ շատ քչերը գիտեն, որ երկրի թիվ 1 իրավաբանը եւ իմ լավ ընկեր Հրայր Թովմասյանը ձեր բուհի շրջանավարտ է։ Շատ քչերը գիտեն, ես այսօր իմացա, որ մի շարք դեսպաններ, որոնց հետ ես հաճույքով աշխատում եմ եւ ամենաառաջադեմ ու լավ երիտասարդ կադրեր են, էլի պարզվում է ձեր բուհի շրջանավարտներ են։ Ամենալավ գովազդը բուհի համար դա իր շրջանավարտներն են, որոնք կյանքում աշխատաշուկայում ապացուցում են նախկինում ստացած կրթության որակը։ Ուղղակի բուհերից պահանջվում է այսօր ավելի ագրեսիվ, լավ իմաստով ագրեսիվ եւ հաշվարկված մարքեթինգային գովազդային քաղաքականություն, մարքեթինգային հետազոտություններ, ինչու՞ չէ նաև հնարքներ մեր բնույթի, քարոզչական հնարքներ եւ սա այն միջավայրն է, որտեղ դուք այլևս աշխատելու եք եւ ամեն մի դիմորդի համար պայքարը թեժանում է, մենք ունենք պետական բուհեր, որոնք նույնպես թեժ համալրված են եղել այս տարի։ Մենք ունենք բուհեր, որտեղ իհարկե գերհագեցած են ուսանողական հոսքերը, գուցե ապագայում այս հարցը առավել մանրակրկիտ կարգավորման առարկա դառնա։ Ես չեմ բացառում դա, որովհետև կարծում եմ, որ յուրաքանչյուր ծայրահեղականություն վտանգավոր է իր հնարավոր հետևանքներով։ Ոստի պետության կամ նախարարության այս դեպքում կարգավորիչ դերը, կարծում եմ, իրականում դուք այստեղ իրավացեք, պետք է լինի։ Փորձենք դա անել հաջորդ ընդունելությունների ընթացքում։